Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նազարեթի ժողովուրդ, եկեք այստեղ և լսեք թագավորի հրամանը, մարդհամար է լինելու, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնա իր նախնիների քաղաքը, որ հաշվառվի, անշուշտ սա լավ լուր չէ, բայց երբ հաշվառվես, կարող ես վերադառնալ, հնազանդվեք այս կարգադրությանը, հիշեք, թագավորը խիստ է։ Ամբողջ Նազարեթը խառնաշփոթի մեջ էր, շատերը տխուր էին։ Թագավորի հրամանը չէր համընկնում իրենց ծրագրերի հետ, բայց դա համընկնում էր Աստծո ծրագրի հետ։ Նույնիսկ Մարիամը և Հովսեփը պետք է պատրաստվեին երկար ճամփորդության։ Հովսեփը Դավիթ թագավորի սերնդից էր, այդ պատճառով էլ նա պետք է գնար Բեթլեհեմ, իր նախնիների քաղաքը։ Ճամփորդությունը կարող է հաճելի լինել, բայց այն հատկապես Մարիամի համար շատ դժվար էր լինելու, քանի որ նա սպասում էր իր առաջին երեխայի ծնվելուն։ Նրանք ավելի քան 170 կիլոմետր պետք է անցնեին։ Մարիամն արդեն գիտեր, որ Աստծո որդու մայրը պետք է լինի, քանի որ հրեշտակը նրան և Հովսեփին հայտնել էր այդ լավ լուրը։ Հիսուսը որպես աշխարհի փրկիչ, սա էր Աստծո ծրագիրը։ Ճանապարհը դեպի Բեթլեհեմ անվերջանալի էր թվում։ Նրանք արդեն մի քանի օր է ինչ ճանապարհին էին։ Մարիամը և Հովսեփը չէին ծրագրել սա իրենց համար, բայց դա Աստծո ծրագրի մի մասն էր, այդ պատճառով էլ նրանք հնազանդվում էին։ Բեթլեհեմում նրանք շատ հիասթափված էին։ Ազատ տեղ չունենք, բոլոր սենյակները զբաղված են, ուրիշ տեղ հարցրեք, գնացեք, այստեղ ձեզ համար տեղ չկա։ Բոլոր տեղերում դռները փակեցին նրանց առաջ, վերջապես նրանք տեղ գտան Գոմում, Գոմ, որը նույնպես Աստծո ծրագրի մեջ էր, և հենց այնտեղ ծնվեց Հիսուսը։ Մարիամը Հիսուսին փաթաթեց կտորով և պառկեցրեց նրան մսուրի մեջ։ Աստծո ծրագիրը կատարված էր։ Պատկերացրեք, 700 տարի առաջ, մինչ այս դեպքերը տեղի կունենար, Աստված արդեն խոստացել էր, որ Մեսիան պետք է ծնվի Բեթլեհեմում։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իրագործեց իր ծրագիրը, մեզ տալով իր որդուն։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։